Անպարոյականություն եկեղեցվո մեջ, երբ Սուրբը կբղձվի։ Առաջին Կորինթացիներու 5-րդ գլխու մեջ Պողոս առաքյալը խորը ցավով ու բարկությամբ դիմում է եկեղեցուն, որտեղ տեղի է ունեցել ծանր անպարոյականություն։ Նա ասում է. «Եվ դուք հպարտացել եք փոխանակ սուկ անելու, որպեսզի ձեր միջից դուրս հանվի այդ գործ անողը»։ Առաքյալը զգուշացնում է. «Մի փոքր թթխմորը ամբողջ զանգվածն է խմորում»։ Այսօր, երբ եկեղեցական կառույցների ներսում լսվում են պարոյական անկումների, սեռական արատների կամ անօրինական ընթացքների մասին լուրեր, ամենավտանգավոր բանը լռությունն ու հանդուրժողականությունն է։ Երբ հոգևորականը կամ պաշտոնյան ապրում է անպարոյական կյանքով, բայց շարունակում է մոտենալ Սուրբ խորանին, դա պարզապես մեղք չէ, դա Աստծո դեմ ուղղված սրբապղծություն է։ Եկեղեցին չի կարող աչք փակել ներքին պտածության վրա հանուն արտաքին հեղինակության։ Աստծո կանչը հստակ է՝ մաքրագործել տան ներսը։ Իրական բարեկարգումը պահանջում է սրբել անպարոյականությունը հոգևոր վայրերից և վիրահաստատել պարոյական բացարձակ մաքրությունը, որովհետև Աստված կոչ է անում մեզ և ձեզ. «Սուրբ եղեք, որովհետև ես սուրբ եմ»։